ժպիտ ակումբը և բում-բումի կնկերությունը ներկայացնում է Եթե ուզում ես դու տեսնել հեքիաթ գույներ կամ ծիածան Կեզ այդ խաղաքը կտանեն մեր հերոսները իսկական Խաղաք որտեղ երազանքներն դառնում են իրական Որտեղ աշխարհն է մեր մանկության Բում-բումիկ Հեքիաթային աշխարհ որ լույս ես բում-բումիկ Կախարդական քաղաք ու հրաշք ես բում-բումիկ Ժպիտը կոտակի տոտաները բում-բումիկ Սիրով լծրու սրտերը դու ամենքի Սիրով լծրու սրտերը դու ամենքի Սիրով լծրու սրտերը դու ամենքի Բում-բումիկ շոու Իսկ դուք ունեք բում-բումիկ ամսագիրը Եթե ոչ, զանգարեք 49 99 49 Սենսեյ, արթնացեք Քնած է Ողջույն Սենսեյ, դու քնած եք, ես ձեզ չխանգարեցի Հանկերտ ասած ներողություն եմ խնդրում խանգարելու համար Պարոն Բում, հարգելի, Սենսեյը չէր քնում, Սենսեյը կենտրոնանում էր, մեդիտացիա կոչվում հնարքը, այսինքն մարզումներից առաջ մարզիկները միշտ տրամադրվում են, կենտրոնանում են իրենց բուն անելիքի համար, այսինքն գործողությունների, որ ավելի շատ լավ ստացվի նրանց մոտ։ Հենց փակվում աչքերը քունը ստանում է, իսկ ոչ ես ասում մեդիտացիան Տարիների չարչարանք է պետք։ Տարիների չարչարանք Իհարկե։ Իսկ այսօր ինչ ենք սովորացնելու մեր շատ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներին Այսօր մեր փոքրիկներին սովորացնելու ենք ոտքի հնարքներից փախնելու միջոց, այսինքն շպագատի միջոցով, որից հետո իհարկե հարվածը կհասնի նպատակին եւ մարզիկը կհայտնվի հատակին։ Շպագատի միջոցով Փորձենք տեսնենք փորձենք, շպագատներ։ Փորձենք։ Մարտական դիրքում։ Հիմա ուշադիր։ Ես կաշխատեմ ձախ ոտքով ուղիղ վերին հարվածելի մակերեսին հարված 1 Կավելացնեմ աջ 2 եւ պտույտի ընթացքում նստեք շպագատ։ Շպագատ։ Իհարկե։ Ախր Սենսեյ ջան, ինձ մոտ չի ստացվում շպագատ։ Դե որ ձեր մոտ չի ստացվում, ուրեմն իմ մոտ կստացվի։ Ձեզ մոտ կստացվի։ Իհարկե, դու աշխատի։ Փորձենք։ 1 2 Ահա, որից հետո ես կանգնում եմ 1 ու փորձում ես պտույտ հարվածով ինձ հանես հավասարակշռությունից ոտքով։ Ոտքով։ Իհարկե։ Ահա, ապրես։ Փորձենք մարզիկների ցուցադրմամբ տեսնենք հնարքը։ Խնդրեմ։ Գրացի։ Այև սիրելի փոքրիկներ, այսօր էլ վերջացավ մեր մարզումները, հուսով եմ ձեզ դուր եկավ մեր հնարքները։ Իհարկե հնարքները սկսնակ մարզիկների համար շատ բարդ են, բայց եթե կցանկանաք մարզվել այգի կենդո կարոտը, խնդրեմ հրավիրում եմ բոլորին սկսած 5 տարեկանից։ Մեր հասցեն Կոմիտաս 37, Քաղաքապետարանի համար 2 սպորտ դպրոց։ Huh?
Ով է գրել Չարի վերջը առակը։ Հովանես Թումանյանը, Հովանես Շիրազը, թե Հովանես Այվազովսկի։ Հովանես Թումանյան։ 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 Որն է աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը, Արաքսը, թե Ամազոնը։ Նեղոսը։ 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 Աշխարհի 7 հրաշալիքներից մեկն է Գառնիի տաճարը, Լուվրի թանգարանը, թե Շամիրամի Կախովի այգիները։ 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 Ինչ է Խնկո ապուր իսկական անուն ազգանունը։ Աթաբեկ Խնկոյան, Խնկո Աթաբեկյան, թե Գուրգեն Աճեմյան։ Աթաբեկ Խնկոյան։ 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 Շարունակիր ասացվածքը՝ մի ունեցիր 100 դահեկան, այլ ունեցիր 100 գնահատական, բարեկամ թե պաղպաղակ։ Բարեկամ։ 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 Ինչ է նշանակում արջի ծառայություն թևավոր խոսքը՝ դավաճանել, օգուտի փոխարեն վնաս հասցնել, թե ոչինչ չանել։ Ոչինչ չանել։ Ոչինչ չանել։ Ոչինչ չանել։ Ոչինչ չանել։ Օգուտի փոխարեն վնաս հասցնել։ Օգուտի փոխարեն վնաս հասցնել։ Ոչինչ չանել։ Ինչ կերպարով է հայտնի առասպելական սֆինքսը՝ մարդու գլխով ձիու մարմնով, մարդու գլխով առյուծի մարմնով, թե մարդու գլխով կովի մարմնով։ Մարդու գլխով առյուծի 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 մարմնով։ Շոտ ապրես, հիանալի է։ Այս զվարճալի խաղում մենք ունեցանք 3 հաղթող, եւ հիմա ես մոտենում եմ նրանց եւ հանձնեմ նրանց մրցանակները։ Գնացի։ Քո անունը։ Սարգիս։ Քեզ եմ հանձնում քո հրաշալի մրցանակը, խնդրեմ, բումբումի կապսագիրը վերցրու։ Շնորհավորում եմ, կասես քո անունը։ Անահիտ։ Լիա։ Քանի որ պատասխանեցիք բոլոր հարցերին շատ ճիշտ, ես ձեզ հանձնում եմ բումբումի կապսագիրը, խնդրեմ։ Բոմբոմիկ շոու։ Ախապայմանավորվեցինք և ցուցադրեցինք, որ լինում է այդպես, երբ որ 72 կիլոմետր երկարությամբ քարե ջրե խողովակներ են։ Իսկ փոքրիկները ասում են ոչ հնարավոր չէ, ասեցինք գնանք, անպայման կտեսնենք, որ կա և հնարավոր է։ Մեծ բաժակ։ Սա գինու կարաս է։ Ինչ։ Իսկ ինչից են գինին ստացել, ինչ ես կարծում։ Ինչից են գինին ստացել։ Խաղողից։ Այո, որովհետև նրանք խաղող են, ոչ խաղողից։ Խաղողից։ Գինին ստացել են խաղողից։ Եվ կապ զարգացած է նրանց մոտ խաղողագործությունը։ Եվ պահել են գինին, ահա այսպիսի մեծ կարասներում, սա գինու կարաս է։ Այ այսքան գինի են ունեցել։ Եվ ուշադրություն դարձրու, տես կարասի վերին մասում ինչ ես տեսնում։ Ինչ եմ տեսնում։ Այո։ Դերան։ 3 անցքեր են վերին մասում։ Ճիշտ է, 3 անցքեր են վերին մասում, իսկ ինչա բարել։ Դրանք գիտես ինչ են։ Դրանք տարողությունն են նշում։ Հասկացա։ Հասկացա։ Դուք էլ հասկացաք, չէ՞, ելի փոքրիկներ, չափ։ Եվ հիմա ինչ ես կարծում, ինչքան կլինի կարասի տարողությունը։ Կարասի տարողությունը քանի լիտր է, ելի փոքրիկներ։ 4։ Կարասի տարողությունը 750 լիտր է։
ասեք տեսնեմ, ես ինչպես են կարողացել շարժել այս մեծ կարասները, հա։ Այս մեծ կարասները գինու մառաններում են պատրաստել, որովհետև դրանք շատ մեծ են եղել, իսկ գինու մառանները դրանք եղել են փոքրիկ նեղ սենյակներ։ Փոքրիկ նեղ Սենյակներ փոքր դռներով, իսկ գինին գիտես ինչպես են հանել։ Ոչ։ Եղեգնյա ցողունների միջոցով։ Ինչպես։ Իսկ ինչու համար։ Որովհետև գինու երեսին բուսական յուղ են լցրել։ Եվ որպիսի բուսական յուղը գինու հետ չգա, ապա եղեգնյա ցողունների միջոցով հանել են, լցրել են այս փոքր սափորների մեջ եւ այնուհետեւ բաժանել են խմողների միջև։ Իսկ այնինչ երկար սափորն են, հա։ Իսկ այդ երկարավուն սափորները գարեջուրը պատրաստելու եւ պահելու համար են եղել պարոնվում։ Փաստորեն նրանք շատ են սիրել գարեջուր։ Բացի գինուց շատ սիրել են նաեւ գարեջուր։ Եվ այդ հնագույն ժամանակներից սկսած մեր նախնիները ծանոթ են գարեջուր պատրաստելու տեխնիկային։ Ասում են ուրիշ թագավորություններ են պատրաստել գարեջուրը, փաստորեն առաջինը մեկ են եղել։ Առաջիններից մեկ։ Ես գիտեմ որ առաջիններից մեկը մեկ է։ Փաստորեն եւ գարեջուրը եւ գիրին։ Այո։ Այնուհետև սկսել են երգել։ Այո, միգուցե։ Խմելուց հետո երգել են։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ինչ ես կարծում այս անոթների հատակին ինչ են գտել։ Անոթների հատակին գտել են գինի։ Ոչ։ Ինչպես կարող է գարեջրի անոթի մեջ գինի լինել, ինչ ես կարծում։ Դերը ոչ մի փոքր գարեջուր են գտել։ Ոչ, այս անոթների հատակին գտել են ծղոտից եւ ծառի ճյուղերից պատրաստված ցանցեր, ֆիլտրեր, ինչպես նաեւ գարու եւ կորեքի մնացորդներ։ Հենց այդտեղից ենք իմանում, որ այս անոթներում պատրաստել եւ պահել են գարեջուր։ Փաստորեն նրանք իմաստուններ են եղել, ճիշտ է։ Իմաստուններ են եւ կարողանում են պատրաստել եւ լավ գինի եւ լավ գարեջուր։ Իսկ այդ մասին մեզ պատմում են նույնիսկ հույն պատմիչները։ Հույն թագավորությունից։ Այո, հույն պատմիչ Քսենոֆոնն է պատմում։ Քսենոֆոնը, ես ճանաչում եմ Քսենոֆոնին, ահա։ Շատ ուրախ եմ, որ ճանաչում եք Շատ լավ մարդ է, շատ լավ մարդ է։ Հույն պատմիչ Քսենոֆոնը պատմում է, որ այստեղ Հայաստանում նրանք հյուրասիրել են գինի, որի վրա լողում էին գարու եւ կորեկի հատիկներ։ Իսկ ինչ ես կարծում, դա որ խմիչքներ, դա գինին էր։ Գարեջուրներ։ Նույնիսկ Քսենոֆոնը չգիտեր, որ ուրարտացիները կարողանում են պատրաստել գարեջուր։ Որովհետև Քսենոֆոնն ինձ ասում էր, ախր գնացել եմ, ինձ հյուրասիրել եմ, ինչ-որ գինի էր, բայց չեմ հասկանում, թե ինչից է պատրաստել։ Իսկ ինչու դու չասացիր, որ դա գարեջուրն է։ Ախր ես մեր գաղտնիքները չէ պատմելու Քսենոֆոնին, Քսենոֆոնը որտեղ, մեր թագավորությունը որտեղ է։ Շատ շնորհակալություն, դուք շատ իմաստուն եք, դուք շատ բաներ գիտեք։ Ասեք տեսնեմ, իմ շատ սիրելի փոքրիկ բարեկամների, երբ որ գան ձեզ մոտ, նրանց էլ կսովորեցնեք։ Իհարկե կսովորեցնենք, մեր թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, 10:30-ից 4:30։ 10:30-ից 4:00։ Լսեցիք, հայրիկներ, մայրիկներ, տատիկ, պապիկներ, վերցնում եք փոքրիկներին եւ գալիս եք ուր։ Էրեբունի արգելոց թանգարան։ Վերջ գալիս եք եւ շատ նոր բաներ եք իմանում։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ ուրեմն մեծ կարասներում գինիները որ պահում են, շատ լավ բաներ Բարև ձեզ իմ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է Բումբումիկ թագավորության աղանդավոր երեխաներից մեկը, Սիմոնը։ Սիմոն, քանի տարեկան ես։ Սիմոնը 4 տարեկան է եւ գիտեք թե նա ինչու է աղանդավոր, որովհետեւ նա հիշում է աշխարհի բոլոր երկրների մայրաքաղաքները անգիր։ Ես քեզ հարցրեմ, դու ինձ կասես։ Ահա, ասա, Հայաստան։ Երևան։ Իսկ գիտես Երևանը քանի տարեկան է։ 271 տարեկան։ Ապրես Հնդկաստան, Դելհի, Անգլիա, Լոնդոն, Սիրիա, Դամասկոս, Վրաստան, Թիֆլիս, Եգիպտոս, Կայրե, Ճապոնիա, Տոկիո, Իտալիա, Ռոմ, Ուկրաինա, Կիև, Հունաստան, Աթենք, Ուզբեկիստան, Տաշկենտ, Վատիկան, Վատիկան, Մալտա, Վալետա, Սան Մարինո, Սան Մարինո, Հունգարիա, Բուդապեշտ, Եմեն։ Սամա։ Կեցես իմ փոքրիկ բարեկամ, եւ եթե ձեր փոքրիկը նույնպես շնորհալի է, ապա զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարով եւ նա կլինի մեր հյուրը։ Հաջողություն։